Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. Գիշերային ժամերին շրջագայելիս պարեկային խմբերը բակերում առավել զգոն եւ ուշադիր են, ինչն էլ հնարավորություն է տալիս հանցավորին հենց հանցանքի վայրում բռնել։ Ներս էր մտել, բացել շինություններից մեկի պատուհանն ու մաս-մաս պահեստից հանել կահույքը, հետո մեքենա էր վարձել եւ կահույքը տարել այնպես, ասես իրենն էր։ Անծանոթը եկել էր, հավատացել, որ երբ փողը փոխանցի իրեն ուղարկած մարդուն տեղեկությունը կջնջվի, վերցրել էր $12,500 ու հեռացել։ Հանցագործությունների վերաբերյալ միշտ չէ, որ ուժած կողմը հայտարարություն է տալիս ոստիկանություն։ Սրանից իհարկե արարքը չի դադարում հանցանք լինելուց։ Գողություն էր կատարվել չգործող ֆաբրիկայից, բայց մինչ օրինական տերերը կիմանային ու կհայտնեին ոստիկանություն, Նայիրի բաժնի Նորհաչնի բաժանմունքի քրեական հետախույզները բաժնի գործընկերների աջակցությամբ հանցագործությունն արդեն բացահայտել էին։ Օրերս ոստիկանության Նայիրի բաժնի Նորհաչնի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ այս տարվա սեպտեմբեր ամսին Կոտայքի մարզի չգործող ֆաբրիկաներից մեկից կատարվել է գողություն։ Դժվար է ասել, թե տուժած կողմը տեղյակ է եղել գողությունից, թե ոչ, բայց այս փաստով ոստիկանություն ոչ ոք չէր դիմել։ Չնայած դրան ոստիկաններն անցան հանցագործության բացահայտման աշխատանքներին։ Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Նայիրի բաժնի քրեական հետախուզության եւ Նորհաչնի բաժանմունքների աշխատակիցները գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Նորհաչնի բաժանմունք բերման ենթարկեցին Կոտայքի մարզի Նորգեղի գյուղի բնակիչ 1978 թվականին ծնված Հրաչ Պետրոսյանին եւ Նորհաչնի բնակիչ 1982 թվականին ծնված Դանիել Ղուկասյանին։ Աներկելի փաստերի ճնշման տակ նրանք խոստովանեցին կատարածը։ 8 հատ օդափոխության համակարգի շարժիչներն ու 20 կոնստրուկցիոն իրանները բարձել էին անծանոթ մի զիլ։ Ոստիկանության Նորհաչնի բաժանմունքում էր նաև այդ զիլի վարորդը, որը բանից անտեղյակ գողացված ապրանքը տեղափոխել էր Պետրոսյանի մատնանշած վայրը։ Մեզ հետ զրույցում երկուսն էլ անկեղծացան, որ վատ բան են արել։ Վատ քայլին դիմել եմ եւ շատ զղջում եմ։ Չէ, լավ չեմ։ Ում զղջում եմ։ Տուժողից, որ ոստիկաններից էր տեղեկացել գողության մասին, ընդունվել է հաղորդում։ Հրաչ Պետրոսյանն ու Դանիել Ղուկասյանը ստորագրությամբ բաց են թողնվել։ Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է։ Քննությունը շարունակվում է։ Գողության հաջորդ դեպքը, որ բացահայտել են ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները, նախորդի նման էր։ Դարձյալ ոչ մի հաղորդում հանցագործության մասին, դարձյալ օրինական տերը ապրանքի բացակայությանը տեղյակ էր դարձել միայն բացահայտումից հետո։ Իհարկե տարբերություններ էլ կան, եւ դրանց մասին տեսանյութում։ Դեկտեմբերի 1-ին Ավանի վարչական տարածքում գողություն էր կատարվել։ Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր, ննջասենյակի կահույք էր, բայց գործն այնքան աննկատ էր արվել, որ ապրանքի տերն անգամ օրեր անց այդպես էլ չէր իմացել։ Ուշ երեկոյան հանցամիտը մոտեցել էր Աճարյան երկրորդ նրբանցքում գտնվող պահեստին։ Հաջողությունը ժպտացել էր, դարպասը կողպված չէր։ Ներս էր մտել, բացել շինություններից մեկի պատուհանն ու մաս-մաս պահեստից հանել կահույքը։ Հետո մեքենա էր վարձել եւ կահույքը տարել այնպես, ասես իրենն էր։ Ապրանքի տերն ու պահակները չէին իմացել։ Ոստիկանության Ավանի բաժանմունքում դեպքի առթիվ հաղորդում չէր ստացվել։ Քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով էին պարզել եղելությունը։ Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Ավանի բնակիչ Եղիշե Թովմասյանը Ավան Աճարյան երկրորդ նրբանցքի պահեստարանից կահույք է գողացել։ Նույն օրը հարազատների տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Եղիշե Թովմասյանը ներկայացավ ոստիկանության Ավանի բաժանմունք եւ տվեց ինքնախոստովանական բացատրություն։ Եղիշե Թովմասյանը մոտ 3 միլիոնի վնաս էր պատճառել տուժողին, չէր հերքում արարքը, ըստ նրա հանցակիցներ չէր ունեցել, գործել էր մենակ։ Աղյանքի հետևի մասից պահեստարան կա, ես այդտեղից գողացել եմ ննջարանի կահույք։ Այսինքն ես գնացել եմ այնտեղ, տեսել եմ վարորդները բաց է, լուսամուտը կիսա բաց է, բացել եմ ներս եմ մտել, տեսել եմ այդ ապրանքները կա, վերցրել եմ այդտեղից, հանել եմ պահեստարանից դուրս, գնացել եմ երազեմ վերցրել, բերել եւ տեղափոխել եմ այդտեղից։ Վարորդը տեղյակ չի եղել ընդհանրապես, ես ճանապարհից կանգնացրել եմ, խոսացել եմ, որ տան վեշեր ունեմ, պետք է տեղափոխենք, տեղափոխել ենք իրար հետ, ես իրան վճարել եմ։
Կասկածյալը կահույքի մի մասն իրենց տուն, մնացածը ծանոթի բնակարան էր տեղափոխել։ Գողության համար նախկինում մի քանի անգամ դատապարտված Թովմասյանը զարմացել էր, թե ոստիկաններն ինչպես են իմացել։ Կրկին սխալվել էր եւ արդեն որերորդ անգամ։ Դուժողից ընդունվել է հաղորդում, գողոնը հայտնաբերվել եւ արգելավվել է։ Կատարվում է քննություն։ Շուրջօրյա պարեկությունը, շրջագայությունները փողոցում ու բակերում տալիս է սպասված արդյունք։ Այս էլ որորդ անգամ հանցագործություն է բացահայտվում պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների շնորհիվ։ Կասկածյալն էլ բռնվում է հենց տեղում։ Իսկ մնացածն արդեն ոստիկանության տարածքային բաժնի գործն է։ Հանրապետությունում մեքենաների թիվն օրեցօր ավելանում է, սակայն բոլորը չէ, որ ավտոտնակ ունեն։ Մարդիկ ստիպված մեքենան կանգնեցնում են բակում կամ փողոցում, ինչից էլ հանցավոր տարրերը երբեմն օգտվում են։ Այդ պատճառով հատկապես գիշերային ժամերին շրջագայելիս բարեկային խմբերը բակերում առավել զգոն եւ ուշադիր են, ինչն էլ հնարավորություն է տալիս հանցավորին հենց հանցանքի վայրում բռնել։ Օրերս Արաբկիրի վարչական տարածքում այդպես էլ եղավ։ Դեկտեմբերի 5-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները մեքենաներից գողություններ կատարելու կասկածանքով երկու երիտասարդի բերման ենթարկեցին։ Գիշերային շրջագայության ժամանակ Կոմիտասի պողոտայի բակերից մեկում նկատեցին երկու երիտասարդի, որոնք տեսնելով պարեկային մեքենան ձեռքներից ինչ-որ բան գցեցին եւ փախան։ Հետապնդեցինք նրանց, բռնեցինք եւ գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանության Արաբկիրի բաժին։ Իրավապահները պարզեցին կասկածյալների ինքնությունը՝ Արմեն Եղոյան եւ Նարեկ Եղիկյան։ Դեպքի վայրի զննությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերեցին նաեւ, թե կասկածյալներն ինչ էին ձեռքներից գցել։ Մեքենայի մագնիտոֆոն էր, պտուտակահան ձեռնոցներ։ Խուզարկությամբ Եղոյանի մոտից նույնպես պտուտակահան, զանազան լարեր, էլեկտրոնային կրիչներ ու հեռակառավարման վահանակ հայտնաբերվեց։ Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները պարզել են, որ դեկտեմբերի 5-ի գիշերը Եղոյանը եւ Եղիկյանը Կոմիտասի 56-ից 58 շենքերի բակում կայանած 5 մեքենաներից դրան ապակին կոտրելով գողություն եւ գողության փորձեր են արել։ Հափշտակել էին ինչ հնարավոր էր եղել՝ մագնիտոֆոն, բարձրախոս, էլեկտրոնային կրիչներ, անգամ թերմոս էին տարել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։ Հոկտեմբերի 27-ին ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն էր տարածել ճանապարհատրանսպորտային ծառայության տեսուչի պաշտոնում աշխատանքի ընդունվել ցանկացողների համար։ Ոստիկանությունն այս քայլով վերստին հավաստում էր իր աշխատավոճի թափանցիկությունը, կադրերի ընտրության հարցում մասնագիտական ու մարդկային որակների առաջնահերթությունը։ Դեկտեմբերի 14-ին ճանապարհային ոստիկանությունում սկսվեց դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացը։ Ճանապարհային ոստիկանությունում ծառայության անցնել ցանկացողների թիվն անցնում էր 8 տասնյակից, թափուր տեղերը 16-ն էին։ Ճանապարհային ոստիկանության պետ ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, հիշեցնելով պահանջող չափորոշիչները, մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, ֆիզիկապես առողջ, 170 սանտիմետրից ոչ պակաս հասակ, համապատասխան բարձրագույն կրթություն, դիմորդներին մաղթեց հաջողություն, ստուգման հանձնաժողովին օբյեկտիվություն։ Այնուհետև քննական սենյակում ստուգվեցին դիմորդների տեսական գիտելիքները։ Ընդունելության այսօրինակ գործընթացը ճանապարհային ոստիկանությունում կարելի է նորամուծություն համարել։ Վերջին 10 տարիներին ճանապարհային ոստիկանությունում ծառայության ընդունելու նման մոտեցում չի եղել։ Սա ճանապարհային ոստիկանությունում ընթացող արմատական բարեփոխումների շրջանակում է։ Կա ոստիկանության պետի հստակ հանձնարարականը, սկզբունքային փոփոխությունների ենթարկելով դաշտը, կոտրել նախկինում եղած կարծրատիպերը, ամրապնդել քաղաքացիների վստահությունը, մատուցել բարձրորակ ծառայություն, մեծ հետզրույցում նշեց ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։ Խնդիր է դրված ընդունելությունը կազմակերպել թափանցիկ, արդար, հրապարակային եւ ընդունել այնպիսի քաղաքացիների, այնպիսի դիմորդների, որոնք որ կկարողանան իրենց գիտելիքներով, իրենց աշխատանքային ունակություններով պիտանի լինել երկրին, ոստիկանությանը եւ կարողանալ նորմալ վերաբերմունք ցուցաբերել մեր քաղաքացիներին, հետիոտներին, վարորդներին։ Ստուգման գործընթացի թափանցիկությունն ու օբյեկտիվությունը ապահովում են քննասենյակում տեղադրված տեսախցիկները։ Եթե որևէ մի քաղաքացի, մի լրատվամիջոց կամ հասարակական կազմակերպություն, ով կցանկանա քննությունների կամ այս ընդունելության քննության ամբողջ ընթացակարգը տեսահսկվում է, տեսաձայնագրվում է եւ երբևիցե որ կցանկանան, մենք կարող ենք տալ։ Ստուգման առաջին փուլին կհաջորդի երկրորդը, որի ժամանակ կստուգվեն դիմորդների ընդհանուր գիտելիքները։
Շարունակում ենք թողարկումը։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարքում շորթումը հաճախ հանդիպողներից չէ։ Կարելի է ենթադրել, որ սպառնալիքով ուղեկցվող այս վտանգավոր հանցատեսակի դրսևորումները միշտ չէ, որ հայտնի են դառնում իրավապահներին։ Գուցե հենց սպառնալիքն է իր գործը անում, բայց որ մեր ոստիկաններն արդեն մեծ փորձ ունեն եւ կարող են բացահայտել հանցագործությունը թույլ չտալով սպառնալիքն իրագործել, վկայում են հենց բացահայտումները։ Մեր թեմատիկ էջը։ Սեփականության դեմ ուղղված տարբեր հանցագործություններ գիտենք՝ գողություն, կողոպուտ, ավազակային հարձակում, խարդախություն։ Այդպիսի մի հանցատեսակ է եւ շորթումը, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով։ Շորթման էությունը կայանում է նրանում, որ հանցանք կատարող անձը տուժողից պահանջում է իրեն հանձնել գույք կամ գույքի նկատմամբ իրավունք եւ որպեսզի տուժողը վախենա եւ իրականացնի այդ պահանջը, հանցավորը դա զուգորդում է որոշակի սպառնալիքներով։ Սպառնալիքը կարող է դրսևորվել հետևյալ ձևերով։ Հանցամիտը կարող է սպառնալ, որ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ կհրապարակի, որ նրա կամ մերձավորի նկատմամբ բռնություն կգործադրի կամ կվնասի, կոչնչացնի նրանց գույքը։ Շորթումը ավարտված է համարվում այն պահից, երբ հանցավորը տուժողին ներկայացրեց պահանջ եւ այն զուգորդեց սպառնալիքով։ Այսինքն որևէ նշանակություն չունի տուժողը կատարեց արդյոք այդ պահանջը, թե ոչ, կամ հանցավորը իրականացրեց արդյոք իր սպառնալիքը, թե ոչ։ Սպառնալիքը կարող է տրվել տարբեր կերպ՝ նամակով, գրությամբ, անձամբ կամ երրորդ անձի միջոցով։ Լսի, եթե փողը չբերեցիր, խայտարակ ես լինելու, այդ վիդեո տեսնելու են բոլորը։ Վերջերս ոստիկանության կենտրոնականի բաժնի աշխատակիցները նման մի դեպք արձանագրեցին։ Բաժին դիմաց քաղաքացին հայտնում էր, որ իր ծանոթներից մեկը հեռախոսային խոսակցության ընթացքում $600 է պահանջել եւ սպառնացել է գումարը չտալու դեպքում նրան վարկաբեկող տեղեկություններ ու տեսագրություն տարածել։ Բանն այն էր, որ տուժողը ընկերուհու հետ հյուրանոցային համալիրներից մեկում սեռական հարաբերություններ էր ունեցել։ Ծանոթը ներկա էր եղել, նկարահանել էր եւ տեսագրության դիմաց գումար էր պահանջում։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները կենտրոնական բաժնի քրեական հետախույզների եւ փորձաքրեագիտական վարչության ծառայողների հետ կատարեցին փողերի մշակում։ Տուժողը $600 պայմանավորված վայրում պետք է հանձներ կասկածյալին։ Հանդիպման վայրը Մաշտոցի պողոտայում էր։ Սրճարաններից մեկի մոտ, ուր պայմանավորվել էին հանդիպել, ոստիկանները դարանակալեցին։ Նա, ում սպասում էին, կին էր։ Գումարը վերցնելուց եւ կրիչը տուժողին հանձնելուց հետո սրճարանից դուրս եկավ։ 3 իրադրության տերն էր այսօր գումարի, ու մտքով չէր անցնում, որ հանգամանքները այդքան շուտ կշրջվեն։ Քրեական հետախույզները կասկածյալին բերման ենթարկեցին ոստիկանության կենտրոնական բաժին։ Ընթերականների ներկայությամբ բերման ենթարկվածը դրամապանակից ներկայացրեց շորթած գումարը։ Հետագա միջոցառումներով իրավապահներին հաջողվեց պարզել նաև, որ կատարվածի թիկունքում բոլորովին այլ մարդ է կանգնած՝ տուժողի ընկերը։ Նա էր մշակել գործողությունների պլանը։ Նշված փաստով ընկերը նույնպես բերման ենթարկվեց։ Ամեն ինչ հաշվի էին առել, բացառությամբ երկու հանգամանքի։ Նախ, որ տուժողը ոստիկանություն կդիմի, եւ երկրորդ, որ իրավապահները այդքան հմուտ կգործեն։ Ժամանակակից աշխարհի առանձնահատկություններից մեկը տեղեկատվության հասանելիությունն է։ Կարելի է հաշված վայրկյանների ընթացքում ցանկացած անձի, երևույթի կամ այլնի մասին տեղեկություն ստանալ կամ տարածել։ Տեղեկատվության հասանելիությունը մեծապես հեշտացնում է մարդու կյանքը։ Բայց լինում են իրավիճակներ, երբ անձնական տեղեկությունը ինչ-ինչ հանգամանքներում հայտնվում է չարագործների ձեռքում, իսկ դրա հանրայնացման մասին միտքն անգամ կարող է կյանքն ուղղակի դժոխքի վերածել։ Դեպքը, որ դարձյալ ոստիկանության կենտրոնականի բաժնում էր արձանագրվել, հենց այդ բովանդակությամբ էր։ Մի քաղաքացու վերաբերյալ անձնական բնույթի վարկաբեկիչ տեղեկություն էր հայտնվել հանցամիտ ձեռքերում։ Հաջորդել էին սպառնալիքներն ու պահանջները։ Ամեն ինչ սկսվել էր հեռախոսազանգից։ Զանգել էին անծանոթ արտասահմանյան հեռախոսահամարից։ Զրուցակիցը չէր ներկայացել, բայց հայտնել էր, որ իր մոտ կան տեղեկություններ, որոնք պատրաստվում է համացանցի միջոցով հրապարակել։ Սպառնալիքը չիրագործելու եւ տեղեկությունը ոչնչացնելու համար
համար պահանջել էր 12500 ԱՄՆ դոլար։ Քաղաքացին համաձայնել էր, պայմանավորվել էին հանդիպել մայրաքաղաքի սրճարաններից մեկում։ Անծանոթը եկել էր, հավատացրել, որ երբ փողը փոխանցի իրեն ուղարկած մարդուն, տեղեկությունը կջնջվի։ Վերցրել էր 12500 ԱՄՆ դոլարն ու հեռացել։ Սակայն 2 օր անց կրկին զանգել էին, նույն սպառնալիքով էլի փող էին պահանջել։ Տղամարդը դարձյալ համաձայնել էր, բայց արդեն հասկանալով, որ հայտնվել է թակարդում եւ օգնության կարիք ունի, ոստիկանության կենտրոնականի բաժին էր դիմել։ Ուժողը հայտնեց, որ արտասահմանյան բջջային օպերատորի նույն հեռախոսահամարից իրեն է զանգահարել անծանոթ մի անձ եւ պահանջել 25000 ԱՄՆ դոլար գումար։ Փողը պետք էր տեղ հասցնել հաջորդ օրը։ Ոստիկանները իրենց տրամադրության տակ հաշված ժամեր ունեին։ Քրեական հետախույզները պարզեցին, որ արտասահմանյան բջջային օպերատորի հեռախոսահամարից զանգը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից։ Հարկավոր էր պարզել նաեւ, թե ով էր միջնորդը։ Նախապես պայմանավորված տեղում, երբ պետք է հերթական գումարը փոխանցվեր, ոստիկանները դարանակալեցին։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազման վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության եւ կենտրոնականի բաժինների աշխատակիցների եւ ՊՊՑ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում պայմանավորված 25000 դոլարի մի մասը 2 միլիոն դրամը վերցնելու պահին միջնորդ տղամարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ էլ խուզարկությամբ հայտնաբերվեց շորթված 2 միլիոն դրամը։ Ինչպիսին է շորթման դեպքերի ընդհանրական պատկերը եւ հանցամիտներից խուսափելու համար ինչ խորհուրդ կարելի է տալ քաղաքացիներին։ Ըստ վիճակագրության նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մայրաքաղաքում գրանցվել է շորթման դեպքերի նվազում։ 2016 թվականին արձանագրվել է շորթման 15 դեպք, 2015-ի 33-ի դիմաց։ Խորհուրդ ենք տալիս մեր քաղաքացիներին նման հանցամիտների ծուղակը չընկնելու համար համագործակցել ոստիկանության հետ։ Նրանց պահանջը կուրորեն կատարելու դեպքում չի բացառվում, որ վաղը նույն պատրվակով ձեզ ներկայացնեն մեկ ուրիշ պահանջ։ Անկախ նրանից, թե ինչ սպառնալիքի դիմաց է շորթում կատարվել, իրավապահներին դիմելը լավագույն որոշումն է։ Պետք չէ զլանալ, կատարվածից ամաչել, վախենալ։ Ոստիկանությունը ձեր շահերն է պաշտպանում։ Շորթումը թաքցնելու դեպքում դուք անցավորի։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն։ Իրազեկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը։ Եթե երեխան ծնվել է Հայաստանում, ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը օտարերկրացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ։ Չնայած Հայաստանի Հանրապետությունում ծնվելու հանգամանքը բավարար է ծնողներից մեկի դիմումի հիման վրա նրան տրամադրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։